Հայաստանի Հանրապետությունից դուրս չկա հայապահպանություն։ Ես պատկերացնում եմ, որ ազգային յուրաքանչյուր շարժում ունի հենց այս մտածողությունը՝ տեր կանգնել սեփականությանը։ Սա մեր վերջի տունն է։ Ես էլ կորցրեցինք, էլ չենք ունենալու տուն, ու մենք պետք է հոգ տանենք մեր տան մասին։ Ազգային պարարվեստը ինչ է քեզ համար։ Հայ ավանդական պարը իմ համար համառակելություն է, անպայքարի միջոց։ Մեր օրերում, երբ ամեն ինչ տրենդի ու սոցիալական ցանցերի նորաձևության մեջ է, ինչպիսին է այս մարտահրավերը ազգային պարը պահել որպես նորաձև։ Հայկական ավանդական պարերը հիմա շատ մոդայիկ են, տրենդային են, որովհետև մենք ժամանակակից մարդիկ ենք ու չենք կարող ժամանակի պահանջների հետ հաշվի չնստել, բայց դրա հետ մեկտեղ մենք պահում ենք մեր հայկական ավանդական պարերը։ Ազգային պարերով հնարավոր է արթնացնել ու պահել ազգային ոգին։ Ամեն պարակայլը իր խորհուրդն ունի։ Ու այդ խորհուրդները ուսումնասիրելու հետ կապված դու պիտի ուսումնասիրես, թե այդ պարը որ տարածաշրջանից է եկած, այդ տարածաշրջանի հայերը ինչ մտածելակերպ են ունեցել, ինչ աշխարհայացքներ են ունեցել, ու այդ ամեն ինչ ուսումնասիրելով հետ մեկտեղ դու տեսնում ես, որ դու սկսում ես ուսումնասիրել պատմություն, բացօթյա վայրերում ազգային պարերով հանդես գալը։ Ինչպիսին էր մոտեցումը համատարիքայինների, համաքաղաքացիների կողմից։ Մեր հասարակությունը սովոր չէր։ Ով է ինչի համար է պարում։ Մեզ դնում են աղանդավորների տեղ։ Հայկական պարը ոչ միայն ազգային ոգի, այլ նաև ազգային կոդ է որպես այդպեսին։ Ասենք երբ որ պարում ես իշխանասպար, եթե դու իշխանասպարը գիտակցաբար չես մոդելում իշխանասպարին, ոնց որ իշխանասպարը դառնա ուղղակի պարակայլ։ Բարևձեզ, այսօր քաղաքում լինելու է ազգային պարի, ազգային մտածողության եւ հայրենիք ունենալու գաղափարի մասին։ Տաղավարում այսօր իմ հյուրը հրաշք ազգային պարի խմբի հիմնադիր եւ ղեկավար Դավիթ Հարոյանն է, ողջույն Դավիթ։ Բարևձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Դավիթ, երբ խոսում ենք ազգային պարի մասին, բնականաբար Գյումրիում մեծամասնությունը կարելի ասել հենց քեզ հետ են ու հրաշքի հետ են ասոցացնում ազգային պարը ու ազգային մտածողությունը նաեւ։ Եվ առաջին հարցը այսպեսին է. ազգային պարարվեստը ինչ է քեզ համար, առաքելություն թե պայքար։ Շատ պատասխանատու հայտարարություն է, երբ որ ասում եք, որ ազգային, եթե ասում ենք Գյումրիում հայկազարան ազգային պարեր, դա ասոցացվում է իմ հրաշքի հետ, պարտավորեցնող հարցադրվում է։ Իսկ հայ ավանդական պարը իմ համար համառակելություն է, անպայքարի միջոց։ Եվ մեր օրերում, երբ ամեն ինչ տրենդի ու սոցիալական ցանցերի նորաձևության մեջ է, ինչպիսին է այս մարտահրավերը ազգային պարը պահել որպես նորաձև եւ նոր սերունդներին եւս երիտասարդությամբ ներգրավել դեպի ազգային պարը, որը ինքնին ոչ միայն պար է, այլ նաեւ ազգային մտածողության մի մասիկ։ Ուզում եմ շեշտադրումս տնել, որ հայկական ավանդական պարերը հիմա շատ մոդայիկ են, տրենդային են, որովհետև մենք ժամանակակից մարդիկ ենք ու չենք կարող ժամանակի պահանջների հետ հաշվի չնստել, բայց դրա հետ մեկտեղ մենք պահում ենք մեր հայկական ավանդական պարերը, քանի որ մենք պահում ենք մեր ավանդական պարերը ու ավանդական արժեքները, դրանք տրենդային են ու ժամանակակից։ Եվ հրաշքը ինչպես փակ տարածքներում պարի ուսուցմամբ է զբաղվում, այնպես էլ ինչի համար է նաև ի սկզբանե նշում, որովհետև մենք Գյումրու տարբեր փողոցներում կարելի է օրինակ դա Երևանում չես տեսնի, Վանաձորում էլ երևի չես տեսնի, բայց Գյումրիում մանավանդ ամառը, չնայած ոչ միայն ամառը, ցուրտ օրերին եւս մենք տեսնում ենք, որ դա չի խանգարում, այլ հրաշքը իր ամբողջ խմբով փորձում է ուսուցանել ու բաց դասեր անել նաև հենց այդպես դրսում միացող մեր հայրենակիցների համար ազգային պարերի մասով։ Սա ինչ սկզբունք է, ինքներդ որդեգրել եք հայկականը պահել, ազգայինը թելադրել ու չմոռանալ այդ մասին, թե մարտահրավերը, որը ինքներդ ձեր առաջ եք դրել։ Կար մի ժամանակ, երբ որ հարցեր էին առաջանում, թե ինչի համար մենք չենք պարում մեր ավանդական պարերը։ Մենք առիթներ ենք ունենում, որի ժամանակ պարում ենք բոլոր տեսակի, բոլոր ժանրերի, բոլոր ժողովուրդների պարերը, բայց անունով մեկ հայկական պար չենք կարողանում պարել։ Ու այդ իմ մեծ հետաքրքրություն առաջացրեց ու նաև ինչ որտեղ նախանձ առաջացրեց, որովհետև տեսնում ես, ասենք Ռուսաստանում բնակվող կովկասցիները, մասնավորապես լեզգիները, տագիստանցիները, իրանք իրանց պարերը այնքան են տարածում, որ աշխարհի բոլոր տեղերում մարդիկ ուզում են այդ պարերը պարել։ Ու հետաքրքրություն նաև կար, որ ինչի համար ես չեմ պարում
երկուշ տա ու չգիտեմ այդ բառը բարել ու x քանակությամբ մարդիկ են կարողանում բառը բարել ու անհասանելիության զգացողություն կար, որովհետև Գյումրիում չկար այդ մեկը, ումից կարելի էր այդ բառերը սովորել։ Երբ որ ուսանողական տարիներում ավելի հասանելի դարձան այդ ամեն ինչը, մենք սկսեցինք հետաքրքրվել ու միշտ չէ որ հարմար է Երևանից մարդուն գալ հասնել Գյումրի, սովորեցնել ու գնալ, ու Երևանից մենք շատ պատահաբար, շատ սպասված հանդիպեցինք Գերդինոսյանի հետ, Դինոսյան Կայինքի հետ, որին եւ դիմեցինք այդ խնդրանքով եւ ինքը իր սաներից Թորոյան Ստեփանին գործուղեց Գյումրի ու ամեն ինչ այդպես սկսվեց։ Մենք որտեղել ենք, որ պետք է ամեն տեղ հայկական բառեր բարենք, որովհետեւ մեր ժողովուրդը ճանաչի որ հայկականը, եթե դու չես ճանաչում ինչ որ բան, չես կարող ասել դա սիրում ես թե չէ։ Շատերից եմ լսել ասում են ես հայկական ազգային բառեր չեմ սիրում ու հարց, բայց դու փորձել ես Կամ ծանոթ ես։ ու ծանոթ ես, ու չգիտես ինչի մասին է խոսքը, դու ասում ես որ ուղղակի կանգնում շարժվում եք նույն բանը ժամերով անում եք։ Հա, դա իր հարց, դա իր պատճառաբանությունն ունի ու պատասխան ունի։ Դու պիտի փորձես որ հասկանաս ինչի համար ենք այդ նույն բանը ժամերով անում ու եթե ինքը սխալ է կամ ցանցրալի է, ինչի համար են մարդիկ տարիներով դա անում ու չեն հոգնում։ Օրինակ իմ մոտ ճիշտ հակառակը ես հիմա թե գիտես գալիս եմ հրաշք մեր ազգային բառերը սովորելու, որովհետև ամեն անգամ երբ հենց նույն փողոցում տեսնելուց տեսանյութեր դիտելուց եւ ես լրագրող եմ լուսաբանելուց անգամ զգացողություն կա, որ ես ոչ թե այդ բառը պետք է սովորեմ, այլ պետք է վերհիշեմ, տպավորությունն է, որ ես գիտեմ ու պետք է նորից վերցնեմ կրկնեմ, որպեսզի իմ մոտ այդ ամեն ինչը Հաղորդորեն գալիս է մեր մեջ։ Այսինքն դա մեր մեջ դրած է, մեր նախնիները բարել են, փոխանցվել են մեզ, ուղղակի մեր մոտ քնել է այդ ամեն ինչը, պետք է ուղղակի վերհիշել։ Եվ ազգային բառերով հնարավոր է արթնացնել ու պահել ազգային ոգին, որովհետև սա ճյուղերից համենայնդեպսություններից մեկն է, որը մշակութային այդ մեր պատմությունը, ինքնությունը կարող է պահել, մասնավորապես մենք ունենք էթնոպարեր, որոնց մասին օրինակ ռազմապարերի մասին է խոսքը, թեպուզ հենց Երախուշտան ռազմապար է, չէ՞, ինքը որպես այդպեսին ու դա մարտական ոգին պահելու համար է, մշակութային գաղափար է, միասնականության, որովհետև հայկական բառերը նաև մեծամասամբ կոլեկտիվ բառեր են ուսուսի ձեռք-ձեռքի գնաց, սա ինչի մասն է եւ արդյոք ասածս հա այդ ազգային ոգին պահելու մեթոդներից մեկն է, որը եթե պահենք հնարավոր է լինի։ Նայեք, ըստ ազգագրական ու բանահյուսական նյութերի բառը ստեղծվել է մարդու մշակույթի կամ բանական մարդու հետ միասին։ Իսկ կա վարկածներ, որ բառը ավելի շուտ է ստեղծվել, քան խոսքը բանավոր։ Մարդիկ ըստ ենթադրությունների սկզբից իրար ձեռքերով ու ոտքերով միջով շարժումներով են բան հասկացրել, հետո նոր սկսել է բանավոր խոսքը ձևավորվել ու նա աղոթքների հետ կապված, որովհետև մենք շատ բառեր ունենք, որոնք մեհենական բառեր են համարվում ու շեշտադրումը դնելով ռազմական բառերի վրա, ռազմական բառերը իրանք մարտական ոգին բարձրացնելու համար, բայց մենք Յակուշտա բարել ենք ոչ թե միայն պատերազմից առաջ, այլ նաև պատերազմից հետո, որովհետև երբ որ մարդը հաղթում է, ու այդ ցնծությունն է, այդ էֆորիան կարող է խելագարության հասցնել մարդկանց։ Ու բարի միջոցով, Յակուշտայի միջոցով, երբ որ երկու ընկեր սկսում են իրար հետ բարել, մենք ունենք չգրված, բայց հաստատված մի պայման մեր խմբում, որ մենք չպետք է բարելու ժամանակ խնայենք միմյանց։ Այսինքն պետք է մենք կռվենք, որովհետև մենք բարելու ժամանակ չենք կեղծում, չենք ձևացնում, թե մենք ուժեղ ենք խփում, մենք ուղղակի ուժեղ խփում ենք, որովհետեւ դա իրական լինի, որովհետև երբ որ դու ապրում ես այդ ամեն ինչ, դու չես կարող կեղծել։ Երբ որ դու կեղծում ես, բոլորը դա տեսնում են, դու կեղծում ես։ Դրա համար մարդիկ երբ որ սկսում են տղաներ, երբ որ սկսում են իրար հետ ռազմապար բարել, Յակուշտա բարել, իրանք մեկ մյուսին հույսերով են փոխանակվում, երբ որ ընկճվածություն կա, փորձում են հաղթահարել այդ ընկճվածությունը եւ որ այդ էֆորիատիկ վիճակ կա, ընկերոջ ուժը խարվածից ինքը ուշքի է գալիս, հասկանում որ լավ պետք է ամեն ինչ ճիշտ տանել, ամեն ինչ զսպված տանել, ու դա օգնում է մարդուն բալանսավորել։ Յակուշտան ու ռազմապարերը իրանք օգնում են
մարդուն զինվորին կռվողին բալանսավորել իր զգացմունքները։ Դա շատ կարևոր բան է։ Խոսեցինք, որ այդ պարային էմոցիան երբեմն էյֆորիա է նաև տալիս, եւ ես հաճախ օրինակ տեսնում եմ Սփյուռքում գործող պարի խմբեր, ինչու ոչ նաև Հայաստանում, որպես այդպեսին անունը այո հայկական պարի խումբ է, բայց մենք տեսնում ենք շարժումները այնքան բոքերենիկ կամ ճիշտ հայկական չեն, որն է հայկական պարի առանձնահատկությունը շարժումների մեջ, ինչ է փոխանցվել։ Այ ասում ենք այդ էթնիկ հիշողությունը կա, պատմություն կա, որը մեզ փոխանցվել է, ռազմապարերի մասին է նաև խոսքը, բայց երբեմն տեսնում եմ մի շատ տարածված մեմ կա, ինձ թվում է բոլորն են հիշում դա, երբ ասում են, որ պարային մրցույթներից մեկի ժամանակ հայկական պարի է գալիս ինչ-որ աղջիկ ու ասում են ջինսով հայկական պարեր չեն տարում, ու ինչ մոտեցում է պետք, որն է հայկական պարի առանձնահատկությունը շարժումներից սկսած մինչև հենց որպես այդպեսի մոտեցա։ Նայեք, մենք երբ որ սկսում ենք ուսումնասիրել հայկական պարեր, ու շատ տարբեր միջավայրերից մարդիկ են գալիս, տեսնում են իրենց մոտ ինչ-որ մի բան է արթնանում, ուզում են որ հասկանան այդ ինչ է փոխվել իրենց մեջ, այդ ինչ զգացողություն իրանք ունեն դիտելուց ինչ զգացողություն է իրենց մոտ առաջացել ու իրանք ուզում են հասկանալ։ Ու երբ որ սկսում են մտնել հայկական ավանդական պարերի մեջ, հայկական ավանդական պար ուղղակի ինքը պարային էլեմենտներ չեն։ Ինքը ընդանուր գիտելիքներ է պահանջում։ Դու շեշտեցիր, որ մեր մոտ չկա պատահական պարաքայլ։ Ամեն պարաքայլը իր խորհուրդն ունի։ Ու այդ խորհուրդները ուսումնասիրելու հետ կապված դու պիտի ուսումնասիրես, թե այդ պարը որ տարածաշրջանից է եկած, այդ տարածաշրջանի հայերը ինչ մտածելակերպ են ունեցել, ինչ աշխարհայացքներ են ունեցել, ու այդ ամեն ինչը ուսումնասիրելով հետ մեկտեղ դու տեսնում ես, որ դու սկսում ես ուսումնասիրել պատմություն, սկսում ես ուսումնասիրել աշխարհագրություն, սկսում ես ուսումնասիրել մշակութաբանություն, կերպարվեստ, տարազագիտություն, ու դուրս է գալիս, որ դու քու այդ փոքր զգացմունքը, որ պարը դիտելուց առաջացել է քո մոտ, դարձել է մի հատ ընդհանուր ուսումնասիրության աղբյուր, ու դու ունես գիտելիքների բազա, որը քեզ թույլ չի տալիս ապրել այնպես, ինչպես որ դու ապրում ես մինչև հայկական պարերը ուսումնասիրել։ Այ օրինակ հիշում եմ, երբ Գյումրիում իրականացվեց գինոսեմական օրեր այդ պարի փառատոնը, երբ մասնակցում էին շատ պարի խմբեր, բոլորը ներկայացնում էին հայկական պար, յուրաքանչյուր խմբի տարած առանձնանում էր գույնով, նախշերով, բոլորը հայկական էին եւ բոլորը ունեին տարբեր երանգներ եւ այլն։ Սա եւս հատուկ էր ընտրված, այսինքն հատուկ հայկական ազգային տարբեր տարածքներից եկած ինքնություն պահպանելու մեսիջ էր իր մեջ կրում որպես այդպեսին, որովհետեւ համշենական պարեր կան որպես այդպեսին չէ, առանձին են իրեն։ Արդյոք սա էր մեսիջը նաեւ այդ գունային շքեղ բազան ցույց տալու։ Ինքը իր մեջ այդ միասնականության խորհուրդ ուներ նախ առաջինը, որովհետև մենք բոլորս կոպիտ ասած մի մարդու երազանքի ու ամբողջ իր կյանքի աշխատանքի արդյունքն էինք, ու այդ օրը բոլոր խմբերը փորձել էին տարազներով հանդես գալ, ու դրված էր տարբեր տարածաշրջանի տարազներ, ինչպես որ դու նկատեցիր, ու հետաքրքիրն է, որ շրջանառության մեջ մտած է, ասենք, Կարնո տարածաշրջանի, որը նաև բնորոշ է Ալեքսանդրապոլին, Գյումրիին, մի ցևն են օգտագործում ու կդորի մի գույնը, բայց լավ գիտես, որ մարդիկ ասենք ապրել են կենցաղում ու չի կարողացել այդ տարազը միշտ մի գույնի լինել, ու ինքը այդ գույնի, այդ կդորի տարբեր երանգներով գույներով էլ է կարվել ու օգտագործվել, ու Կարնո տարածաշրջանի տարածը ինքի բազմազան, ինչպես որ մնացած բոլոր տարածաշրջանը ինքը ցևով, իր խորհրդաբանությամբ, իր նշանակությունով նույնն է եղել, բայց ինքը գունային որոշակի դետալային փոփոխություններ է ունեցել, ու շատ գործող խմբերի կարելի ասել մեծամասնությունը այդ տարածաշրջանի տարազներ օգտագործում, բայց տարբեր ու նաև ժամանակակից բեմական լուծումներին համապատասխան չխախտելով ազգային տարածներին բնորոշող հատկությունները։ Ինձ թվում է, որ դա նորմալ է, երբ որ մարդիկ փորձում են ինչ-որ բաներ փոփոխությունների ենթարկել, չէ՞ որ մենք
առաջ ենք ընկնում, հետ չենք գնում։ Ճիշտ է, մենք շատ բան ունենք սովորելու մեր նախնիներից, բայց պետք է այդ մեր նախնիների սովորածը նաև մեր ժամանակի միջով անցկացնել, որովհետև ես վստահ եմ, որ մեր նախնիները իրանց ժամանակը ապրել են ամբողջությամբ, լիարժեքորեն, ու ավանդական միջավայրում լինելը չի խանգարում մեզ ամբողջությամբ ժամանակի մեջ լինել։ Եվ ինչպես պարի շարժումները, պարերի անունները պատահական ընտրված չեն, պարերի խմբերի անունները երբես աչքի են ընկնում հրայրք, կարին, ինչպես են ընտրվում այս անունները, եւ եթե հենց առանձնացնենք հրայրքը, ինչու հենց հրայրք, որն է միտքը ու այդ ձեռագիրը, որին պետք է հավատարիմ լինել։ Մեր խմբի անվան հետ կապված կար բազմաթիվ տարբերակներ ու անընդհատ փոփոխությունների էր ենթարկվում, ու չգիտեմ ինչի ես անընդհատ պատտվում էի կրակի շուրջ բոլորը, ու այդ ժամանակ որ խումբը նոր էր ձևավորվել, մեր պարուսիցը Թորոյան Ստեփանն էր, ով որ հանձն էր արել մեզ սովորեցնելու այդ առաքելությունը։ Թորոյան Ստեփանը մի օր երեկոյան էլի քննարկումների մեջ էր, Facebook-ով իրար հետ գրվում էինք անուն հետ կապված, գրեց տավ, մի հատ բան եմ հիշում ավետարանից, հրայրք, մի հատ Google-ի տես այդ բառը կա թե չկա, թե հորինով է, ուրեմն գրեցի Google-ով, Աջարյանի բառարանը բերեց միակամից, այդ ժամանակ ուրիշ հնարավոր տարբերակներ չկար, ChatGPT-ին չկար։ Աջարյանի բառարանով ինքը թարգմանվում էր ներքին կրակ, մղում, գիրք, ուղարկեցի իրան միանգամից այդ ասեց, վերջ, արեք հրայք տնենք, ինչ որ մեկի ներքին մղումի արդյունքն է այս թող լինի հրայք, ու շատ քննադատություններ եղավ այդ ընթացքում, 3 հատ բաղազային իրար հետ դժվար է, ուրիշ ավելի հեշտ, դե սկսեցին արդեն բանի այս բրենդինգի թեմայով խոսալ, էլի մարդիկ ընտրում են ամենապարզ հեշտ հիշվող անունները, որպեսզի առաջ գնան, բայց մեր պարագայում հրայրքը չխանգարեց մեր գաղափարին, այլ ինքը լրացրեց, երբ որ մարդկանց ու ինչի համար հրայրք, բոլորը այդ հարցն տալիս, ասենք որ լսում են կարին, իրանք միանգամից չեն ասում ինչի համար կարին, իրանք գիտեն որ կարինի Արևմտյան Հայաստանում խոշոր քաղաքներից մեկն է, արհեստագործական, առևտրական, բայց հրայրք բառը բոլորին չէ որ հայտնի է, այսինքն հայտնի են մարդկանց, ովքեր որ ավետարանում հանդիպել են այդ բառը։ Բայց ինձ թվում է նաև հենց բացատրությանը հավատարիմ մնալով դուք արդեն այդ մեսեջի տալիս եք, որովհետև երբ պարում է հրայրքը, այդ կերակը մենք տեսնում ենք, այդ կայծը, որը նաև մենք փորձում ենք ապրել։ Հələ ջան, մենք փորձում ենք ապրել այդ ամեն ինչը։ Ես չեմ ուզում կեղծել ու փորձում եմ ուսանողներին, իմ պարողներին, իմ աշակերտներին ու իմ ընկերներին նույն բանը սովորեցնել։ Եթե ես մեկին սովորեցնում եմ ապրել, ես սովորեցնում եմ իրան ապրել։ Օրինակի համար մարդ ասում է, որ ես եթե ոչ ջղայնանում եմ, ծևը մոնում չէ, ես որ ջղայնանում եմ, ջղայնանում եմ։ Բայց դա չի խանգարում, որ ես կարողանամ իմ գիտելիքները, իմ մտածմունքները, իմ հույզերը մարդկանց փոխանցել։ Դու պետք է չկեղծես, թե հուզվել ես լաց, ով է քեզ ասում զսպել, եթե չես ուզվել, ինչի համար կեղծել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, հրայրքի հիմնական այդ հիմնականային անդամները այդ անկեղծ ազգանվեր մարդիկ են, ու մեջ նաև դու ես տեսել այդ ազգանվեր մոտեցումը դեպի պարը, ավանդականը պահելու գաղափարը։ Իրականում մնացել են այն մարդիկ, ովքեր ում համար որ գաղափարն է եղել կարևոր։ Իրանք շատ բաների միջով են անցել։ Դու գիտես, որ երկար տարիներ երբ որ մարդիկ ինչ որ միջավայրի մեջ են մնում, ուրեմն այդտեղ ինչ որ ավելին կա, քան ուղագի պարին կարևոր գաղափար է, բայց ավելի բարձր բան էլ կա այդտեղ դրած։ Մարտահրավերներ նաև մարտահրավերները, այսինքն մնացել են այն մարդիկ, ովքեր որ հավատում են այդ գաղափարին, ովքեր որ հավատում են, որ իրանք առաքելություն են անում, ովքեր որ չեն կարողանում այդ ամեն ինչից դուրս ինչ որ բան գտնել։ Իմաստավորված առաքելություն, գործ, որը մենակ քո համար չէ։ Դու չես ապրում մենակ քո համար, քո կոլեկտիվի համար, քո շրջապատի համար։
Տես ամենասկզբում նշեցի, որ Գյումրիում որպես այդպեսին ազգասիրության բրենդ է դարձել, բայց կա այսպեսի մոտեցում, որ բնականաբար Գյումրին կարծրատիպերից զերծ չէ, ասեմ ավելին կարծրատիպերի էպիկենտրոնում է, այստեղ շատ խառն է այդ մոտեցումները, մարդկանց այնի շնորհիվ քննադատվում է, երբ սկսվեց այդ բացօթյա վայրերում ազգային պարերով հանդես գալը։ Ինչպիսին էր մոտեցումը համատարիքայինների, համաքաղաքացիների կողմից եւ արդյոք հեշտ է այդ կարծրատիպերին դիմանալը եւ հիմա նաեւ կոտրելը, ինչու՞ ոչ, որովհետեւ սկզբից դիմանում ես, բայց հիմա քայլ առ քայլ կոտրել եք։ Բարդ էր, հեշտ չէր։ Ամեն անգամ կոնֆլիկտներ կային։ Դե մեր հասարակությունը սովոր չէր։ Ով եք, ինչի համար եք պարում։ Մեզ դնում են աղանդավորների տեղ։ Ասենք մենք ունենք նշանաբան վերջում կորում ենք քիրուրգ հետ, շատախի բարբարով նշանակում է իրար հետ կամ միասին։ Ինչ եք ասում, շատ էին մոդենում, հետո փորձում էին կանոնել շրջանի մեջ կամ ինչ որ ձև խանգարել այդ ամեն ինչը, ինչ ասում էին ինձ այն թրաշով բարի տասատուն, շատ անուններ էին տալիս, բայց հետո ժամանակի ընթացքում փոխվեց ամեն ինչ, քանի գնաց պար ավելի մասսայական դարձավ, քանի գնաց ավելի խմբերը շատացան, մենք ոչ թե միայն ազգային պարեր էինք անում, այլ կոմպլեքս մշակութային միջոցառումներ էինք անում, ու արդյունքում դուրս եկավ, որ հրաշքը 11 տարի է գոյություն ունի, ինձ թվում է 3 է այդ ամեն ինչի տեղի ունեցել, ու շատանում ենք Փառք Աստծո, մարդիկ գալիս սովորում գնում են, ես շատ ուրախ կլինեմ, որ այդ մարդիկ, ովքեր որ սովորում են, չմոռանան, էլ պահպանեն, շարունակեն պարել, իրանք էլ տարածեն, այդ շատ կարևոր է, շատ կարևոր է, երբ որ դու տարածում ես այդ ամեն ինչը, սովորեցնում ես քո ընկերներին։ Ես նաև պետական ուշադրության մասին կուզենայի խոսել, որովհետև հիշում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ հիմնական արժեքների պահպանության օրը Գյումրու կենտրոնական հրապարակը կրկին հրաշքի եւ ոչ միայն այս դեպքում հրաշքի արդեն մյուս պարային խմբերը այդ դեպքում պետական ենթակայության տակ գտնվող պարային խմբերը միացրել էին այս սա ինչ մեսիջեր եւ արդյոք այս 11 տարիների պայքարը նաեւ սրա մեջ էր, որովհետև հաշվի են նստում նաեւ պետական համակարգում որպես այդպեսին։ Դե վերջի պետական մագարտակի մարդիկ էլ իրանք հայեր են, ուզենք թե չուզենք, շատերը կարող է համաձայն չէ, բայց իրանք հայեր են, ու իրանց մեջ էլ կա այդ ամեն ինչը, մեր ազգային մշակույթը դա մերն է, բոլորինն է, ինչ որ մեկինը չէ, ինչ որ մեկի սեփականությունը չէ, այդ մշակույթը, այդ բոլորի մշակույթն է, ու երբ որ մենք խոսում ենք հայկական ավանդական բարերի մասին ու այդ ամեն ինչի մասին, դե իհարկե դա բոլորի մեջ արտացնում է այդ կարագն այդ կայծը ու մեր իշխանությունները բացառություն չէ, ու այդ մասսայական միջոցառումների ժամանակ ես շատ ուրախ եմ, որ իրանք թույլ են տալիս այդ նախաձեռնությունը, որովհետև լավ գիտես, որ պետական մագարտակի միջոցառումը կարող են եւ թույլ չտալ ազգային խմբերին անել, բայց ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ դրա համար, որ թույլ են տալիս, որ այդ ամեն ինչը իրականացվի, դա շատ կարևոր է, դա շատ կարևոր է, երբ որ քո պայքարին միանում է քո իշխանությունը, որը հասկանում եւ կարևորում է հայկական ազգային մշակույթի տերը, որը չի խանգարում ոչ մի բանին եւ ոչինչի, եթե օգուտ չի տալիս։ Այսօր օրինակ նկարահանումից առաջ մենք ռեպորտաժ էին նկարանում քաղաքի կենտրոնությունների մասին ու այս դեպքում հարց էին տալիս բնակիչներին, քաղաքացիներին, թե ով է պատասխանատուն կենտրոնությունների, որ անանցանելի են, կա անանցանելի է եւ այլն, մեծամասամբ նշում են մենակ քաղաքապետարանի, եզակի մարդիկ նշեցին նաեւ մենք, որովհետեւ բավարար կերպով հոգ չենք տանում մեր քաղաքի մասին։ Ես պատկերացնում եմ, որ ազգային յուրաքանչյուր շարժում ունի հենց այս մտածողությունը՝ տեր կանգնել սեփականությանը, եւ հրաշքի դասերից մեկի ժամանակ ես հիշում եմ ու շատ այս նաեւ ոդքասթի գաղափարը հենց այդտեղից հղացավ քո հետ հարցազրույց ունենալու, երբ նշեցիր, որ սա մեր վերջին տունն է, ու բացատրես, որովհետեւ ես մտածում եմ, որ դա այդ լսարանից դուրս պետք է գա ու սա լավ միջոց է նաեւ լսարանին ներկայացնելու, որն է գաղափարը, որ սիրենք այս հայրենիքը, որը ունենք եւ ոչ թե այն, որը իմ պատկերացնում, չնայած այս գաղափարը վստահ եմ քաղաքականացնեմ, բայց կա պատկերացում, որ մենք կարոտում ենք այն ինչ կորցրել ենք, վախենում ենք նրանից ինչ կորցնելու ենք, բայց չենք հասցնում սիրել այն ինչ ունենք եւ ամենակարևորը պահենք այդ ազգայինը, որն է լինելու մեթոդը եւ որն է այդ օրվա քո հայց հրաշքոտ ելույթի միտքը։ Ուզում եմ անդրադառնալ այդ գետնած բան, այդ գետնածում ինքն իրան չկերդոդվեց,
ոչ է քաղաքապետարանի ղեկավարներն եկան այդ գետնանցումը կեղդոդեցին, այդ գետնանցումը կեղդոնում ենք մենք, ովքեր որ օգտվում ենք այդ գետնանցումից։ Այսինքն քաղաքապետարանի գործառույթները քաղաքի ինֆրաստրուկտուրաներին հետևելն է, բայց դա չի նշանակում, որ քաղաքացին պիտի աղբծերը գցի քաղաքապետարանից մեկը բռնի այդ աղբը, որ գետնի չունի, չէ, մենք ուղղակի պիտի աղբամանի մեջ գցենք։ Ասենք այսօր մեքենան եկի կանգնել է, աղբամանը կողքն ինքը չուզեց ուղղակի դուռը բացեր, որ իր սիգարետը գցեր աղբամանի մեջ, ուղղակի պատուհանից սիգարետը գցեց դուրս։ Ինքը կարող էր դուռը բացեր, աղբամանը կողքն էր ուղղակի, ձեռքը երկարացներ, գցեր աղբամանի մեջ։ Բայց վստահ եմ ապակու հետնամասում Մոնթեի նկարներ չէ փակցված Չնկատեցի, հիմնականում այդպես էլ չնկատեցի, բայց քաղաքապետարանի գործառույթը կանում է նրանում, որ ապահովի մեր քաղաքը աղբամաններով ու ամենօրյա աշխատանքով հետևի քաղաքի մաքրությանը։ Իսկ քաղաքացու գործառույթը կանում է նրանում, որ ինքը պահպանի այդ մաքրությունը, այսինքն իր սիգարետը չգցի դուրս։ Այդքան բան, ինչ որ վերաբերվում է այո, ես կարող եմ ստորագրել իմ ասածի տակ, որ սա մեր վերջի տունն է։ Ես էլ կորցրեցինք, ել չենք ունենալու տուն։ Հայաստանի Հանրապետությունը դա մեր տունն է, ու մենք պետք է հոգ տանենք մեր տան մասին։ Երբ որ մենք գործից հոգնած քնում ենք տուն, ով որ մենակ ապրել է ինչ որ ժամանակ, ինքը ինչքան էլ հոգնած լինի, սկսում է իր կողք բոլորը հավաքել, իր տունը մաքրել, փոշեկուլով անցնել, ամանները լվացնել, եթե լվացրած չի մինչև այդ հարդարել իր մնջասենյակը, բա այս տունը Հայաստանի Հանրապետությունով է հարդարելու, եթե ոչ մենք։ Ես ուզում եմ արձանագրել դա, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում բնակվող ճնշող մեծամասնությունը իրանք գաղթականներ են։ Ու իրանք երբեմն վերաբերվում են այս տարածքին այնպես, կարծես թե իրանք ինչ որ ժամանակ հետ են գնալու։ Չէ, սիրելիներս, դուք հետ չեք գնալու, դուք էստեղ եք ապրելու։ Իդիտություն բոլորին թող իրանք պես էլ գիտենան։ Կարող է ձեր թորների ինչ որ ժամանակ հետ գնան, բայց իրանք ուր որ հետ են գնալու, եկվոր են լինելու, որովհետև իրանք տունը էստեղ, իրանք էստեղ են ծնվել, մեծացել։ Ու այն փաստը մենք պետք է սիրենք մեր ունեցածը, որ չկորցնենք։ Եվ բացի սիրելուց հիշում եմ այդ օրը խոսեցի նաև պահանջատիրության մասին, երբ որ մենք ասում ենք իսկ ինչ է արել պետությունը մեր համար, հարցին հարցով էր պատասխանում, իսկ ինչ ենք արել մենք այս պետության համար։ Այո, մեր պետությունը, երբ որ մենք երեխա էինք, ի վիճակի չէինք ինչ որ բան անելու, դպրոցական էինք, մենք իրար դպրոցական տարիքից էլ գիտենք, պետությունը մեզ կրթություն է տվել։ Լավ թե վատ այդ քննարկելու հարց է, հիմա երկուսս էլ ունենք մանկավարժական կրթություն ու հետագայում երբ որ սկսենք մենք մանկավարժությամբ զբաղվել, մենք ավելի բարեխիղճ չպիտի գտնվենք, փոխենք այդ կրթական որակը։ Բայց մեր պետությունը մեզ տվել է անվճար կրթություն։ Շատ լավ։ Հիմա մենք մեծացել ենք ու այդ անվճար կրթության հետ զուգահեռաբար մենք ինչ ենք անում մեր պետության համար։ Մեր ամեն ինչը, մեր ապրելը, արդյոք մեր ապրելը ուղղակի ուղղված է դեպի մեզ, թե ուղղված է դեպի նաև մեր հայրենիք։ Մենք ապրում ենք սկզբից մեր համար, հետո է ինչի։ Աստծու ու հայրենիքի։ Մենք չենք ընտրել, որ մենք ծնվենք Հայաստանի Հանրապետությունում, մենք ծնվենք հայ, դա մեր ընտրությունը չի եղել։ Մեզ դա Աստված նվիրել։ Մենք պետք է սիրենք։ Եթե մենք ասում ենք, որ մենք սիրում ենք Աստծուն, լավ, բայց ինչ չենք սիրում Հայաստանի Հանրապետությունը։ Ո՞վ է հոգ տանելու Հայաստանի Հանրապետության մասին։ Միայն կառավարությունը։ Այդ կառավարությունն ենք մենք։ Հետո սիրելու համար նաև պետք է ճանաչել, ես մի դեպքեր եմ հիշում հենց կապված մեր քաղաքի հետ, երբ Հայու հրապարակը, որը հիմա նաև անկախության հրապարակ է կոչվում, Հայու արձանը է այդտեղ կանգնեցված, բայց շատերի համար դա տիրամուր արձանն է որպես այդպեսին, որովհետև սխալ պատկերացում ունեն ու չեն էլ հետաքրքրվել, չեն էլ կարդացել ով է իրականում այդ արձանի հեղինակը եւ առհասարակ ինչի համար ինքը այդտեղ կանգնեցած։ Սա էլ չէ որպես այդպեսին նաև մեսեջ է, երբ որ չես ճանաչում որպես այդպեսին սիրելու բան էլ առանձնապես չես ունենում այդտեղ։ Դե հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Դա ամենակարևոր բանն է։ Երբ որ մենք չենք ճանաչում մեր հայրենիքը, ոնց կարող ենք սիրել մեր հայրենիքը։ Ասենք ես շատ մարդկանց եմ տեսնում, որ սաղ տարի աշխատում են, որ մի անգամ գնան Հունաստան կամ Իտալիա կամ Եգիպտոս կան։ Բայց դու կարող ես, ասենք, մի հատ մեքենա վարձել կամ քո ընկերներից մեկին խնդրել,
այդ մեքենայով պատդվել Հայաստանով մենք ճանաչել քո ամեն քարն ու քո եկեղեցիներին, հա, շատերին հետաքրքիր չէ, ասենք արշավները, եկեղեցիները, պատմամշակութային վայրերը, խնդիր չկա, ես դրան համաձայն եմ։ Ինքը պիտի գնա այնտեղ, որտեղ որ իրան հետաքրքիր է։ Բայց նաև մենք պետք է մեր հայրենիքը ճանաչենք, սիրենք մեր հայրենիքը, որովհետև հայրենիքը դա հայրենաճանաչողությունից է սկսվում։ Ու եթե դու քայլում ես քո քաղաքը ու չգիտես քո քաղաքի արձանը ինչի համար է դրված, դա արդեն խոսում է նրանից, որ դու անտարբեր ես քո քաղաքի նկատմամբ, ուղղակի դու կոպիտ ասած նվնվում ես։ Եվ խոսենք նաև տարբերության մասին, ովքեր գիտակցված կամ երբեմն նաև չգիտակցված են գալիս հրաշք, որովհետև երբ ես եկա, թե բնականաբար որ ես մասնագիտորեն արդեն վերաբերում ու սիրում եմ շփվել, բայց հրաշքում անհնար է շփվել ու բոլորն են այդպեսին տարբեր ոլորտներից եւ այլն, ծանոթացա Վահեի հետ ու Վահեն ասում է, որ իրեն սկզբից օրինակ դուր էր գալիս, ինչպես է սկսել հետաքրքրվել պարով, սկզբից հետաքրքրված է եղել լեզգին կայով ու որոշել է գտնել մի վայր, որտեղ կարելի է սովորել, բայց հետո ծանոթացել է հայկական բառերին ու հրաշքի միջոցով եւ հիմա ես իրենից եմ սովորում օրինակ հայկական բառը ինչպիսին է շարժումները հաշվելով եւ այլն այ հրաշքը որպես այդպեսին նաեւ այս խնդիրները իր առաջ դրել որ մարդկանց մոտ ինքնաճանաչման հա ճանապարհ սկսվի որովհետեւ հենց մեր մշակութային բառերը ազգային բառերը ինքնաճանաչման ուղիներից մեկն է որպես այդպեսին Այո, դա ամենակարևոր սկզբունքներից մեկն է, որովհետեւ մենք կարողանանք ճանաչել մեզ։ Այ ես չեմ ինձ առանձնացնում, որովհետև ամեն օրը մարդահրավեր է կոթեմ դրած։ Ինչ որ մի բան անելու, ինչ որ մի բանով զբաղվելու, քեզ ճանաչելու, քո ինքնությունը ճանաչելու։ Երբեմն հարցնում եմ, ասում եմ երեխեք, ասենք, գիտեք ես ինչ մարդը ով է եղել։ Մեր պատմական հերոսներից անունը տալիս, որովհետև եթե ուշադիր ես լինում, մենք մշոխր պար ունենք, որը հիմնականում պարում ենք, ասենք, երգելով, ասենք, երգում ենք Սոսեի կանչը, Հելիշ Գևորգ, լավ ախպեր։ Երեխեքի մեջ նորմալ մարդը, ինքը պիտի հարցնի, լավ, Հելիշ Գևորգ ով է։ Ով ում մասին են երգում անընդհատ։ Բայց չիմանաս այդ Գևորգն ով է եղել, ինչի համար է մահացել։ Ու արդյունքում այդ փոքր այդ իմացությունը, որովհետև ամեն այդ երգը, ասենք Սոսեի կանչի երգը, ասենք ինչ որ մի հատ պատմական հատվածի մասին պատմություն է մի փոքր։ Ասենք Աղբյուր Սերոբի սպանության դեպքի վերաբերյալ գրված երգերից մեկն է։ Մենք այդ երգերի տակ, ասենք, մշոխր ենք բռնում ու ոգեղեն պարենք ու երգում ենք անընդհատ, հիշատակում ենք անընդհատ ու հիշում ենք այդ մարդկանց։ Պետք է նաև երեխեք այդ ամենով կարելի է իրանք սկսում են մի փոքր պատմություն սովորել։ Այսինքն այդ Օվերթոնի պատուհանի սկզբունքն է, երբ որ խոսում ես մի բանի մասին, ավտոմատ ինքը ազդեցություն է ունենում դեպի այդ ուղղվածությունը հետաքրքրված։ Այո, իրանք սկսում են երգ սովորել, սկսում են երգ սովորել հանգից ու հետո ինչ որ միտեղ ինչ որ մի ժամանակ ինչպես մեկ կամ կոպես մեկը հարցը տալիս, լավ ժողովուրդ, ասենք, ով է այդ Անդրանիկը։ Արի զորաբար երկու Անդրանիկ Գոսանյանի մասին էլի մշոխրել բարտակ։ Չէ, այդ երաշտական տակտուն չափը բռնում է մեր պարային տակտի ու չափի հետ։ Ու արի զորաբար Անդրանիկի մասին։ Ու հարց, ով է այդ զորաբարը, ինչի համար են հայերը այդ կան շատ երկիր հորինում Անդրանիկի մասին։ Իսկ դու չկա գոնե մի հայ, որը գոնե մի պատմություն չգիտենա Անդրանիկի մասին։ Առնվազն գոնե մի պատմություն չգիտենա։ Դա այդ կարևոր մեխանիզմներից մեկն է, այսինքն բառը խթան է հանդիսանում, որովհետեւ մենք կարողանանք ինչ որ պատմական ինչ որ բաներից սովորել։ Կամ օրինակի համար հիմա հրաշքում մենք նոր բեմական զգեստ ենք կարում ու որը խթան է հանդիսացել, որ աղջիկները պետք է իրանք սովորեն Մարաշի ասեղնագործություն ու իրանք ասեղնագործեն իրենց զգեստը։ Նաև տղաների։ Հիմա բառը որպես այդպիսի նաև օգնում է երեխեքին, որ իրանք իրենց մշակույթի միշտ ճյուղերին են ծանոթանան։ Մարդ ով որ երբեք ասեղ իր ձեռք չի վերցրել, այսօր ասեղը վերցրել, սկսել է ասեղնագործություն անել։ Պատկերացնում ես, ես ինչ որ չափով հավարտություն եմ զգում իմ մեջ, որ հայկական բառը, որ ասում ես բառ ու ասեղնագործություն իրար հետ ոչ մի կապ դիչ ունենան տեսականորեն, բայց իրանք իրար հետ այնքանով տեսականորեն կապ ունեն, որ այն զգեստը, որը հակում է բառելու ժամանակ, ասեղնագործված է ձեռքով։ Այսինքն
ես մի հարց ունեմ ես հարցերի շրջանակներում, որը դուրս էի գրել, հիշում եմ, այդ մեկը ձևակերպել է այսպես, որ հայկական բառը ոչ միայն ազգային ոգի, այլ նաև ազգային կոդ է, որպես այդպեսին փոխանցում, հենց նոր հաստատեցի այդ ասածս, որովհետև ազգային բառ ասելով հենց դա է, որ միայն բառով չենք սահմանափակում, այսինքն մենակ շարժումները չեն, դա պատմություն է, մշակույթ է։ Մենք պետք է գիտակցաբար մոդենակ այդ ամեն ինչին, ասենք այդ որ πάρում ես իշխանասպար, եթե դու իշխանասպարը գիտակցաբար չես մոդենում իշխանասպարին, ոնց որ իշխանասպարը դառնա ուղղակի պարակայել։ Պիտի հոգիդ, միտքդ, գաղափարներդ երաժշտության հետ համատեղվեն ու պարակայլերի միջոցով արդահայտվեն։ Դա որ ասում եմ այդ ամեն ինչը մարդկանց մոտ լավ այդքան այնի ոնց են անելու։ Չէ, այդքանը դու ուղղակի անում ես, դու չես մտածում այդ անելու ժամանակ, որովհետև երբ որ դու գիտես թե ինչ է այդ բառը, դու նաև համեմված ես այդ գաղափարախոսությունով, դու ուղղակի այդ ամեն ինչը մատուցում ես հանդիսատեսին կամ նայողին։ Օրինակ երբ բարթանում է ասում են ճիշտ ճանապարհի վրա ես, ես ընդամենը 3 պարամունքի եմ հասցրել դեր գալ, բայց իհարկե շարունակելու եմ ու իսկապես երբեմն բարթանում է, որովհետև այդ գաղափարախոսությունը կա հաշվարկներ, այնուամենայնիվ ֆիզիկական շարժումներ եւ այլն ու բարդ է, բայց ամեն դեպքում երբ որ ծանոթանում ես, ընդունում ես քո ինքնությունը, որովհետև դա պատմություն է, որը քեզ փոխանցվել է։ Հիմա երբ մեկ հա պարոյի օրինաբով եթե նայենք, մինչև հրարկը եւ հրարկից հետո ինչ է նա իր հետ տանում հրաշք գալ եւ գնալով։ Բարդ հարց իմ համար հայկական ազգային բառերը իրանք աշխարհճանաչողության միջոց են եղել։ Մինչև հայկական ավանդական բառերով զբաղվելը ես 5 տարի զբաղվել եմ հայկական ժողովրդական բառերով, մի փոքր ավելի ուշ բացատրեմ իրենց տարբերությունները։ Հրաշքի մեջ ազգային բառերի ուսումնասիրությունը թեվակողվեց լրիվ ուրիշ հարթության մեջ, բառը դարձավ իմ ամեն ինչի մեջ։ Ես մասնագիտությամբ նկարիչ քանդակագործ եմ, իմ դիպլոմային աշխատանքները երկուսն էլ համ բակալավրի, համ մագիստրատուրայի ազգային բառ են եղել։ Ու նաև իմ աշխատանքային ամբողջ միջավայրն էլ կառուցվել է բառային միջավայրի հետ մեկտեղ։ Ու բառը փոխել է իմ ամբողջ աշխարհայացքը, մտածողությունը։ Շատ մարդիկ, երբ որ խոսում են ինչ որ հարցերի շուրջ, ես խոսում եմ ուղիղ հայրենիքի պետության, մեր մշակույթի ամեն ինչի, այսինքն մնացած հարցերը իմ մոտ տրվում է կողքի, առաջնային հարցերը այս հարցերն են։ Մեր հայկական պետություն, մեր մշակույթ, մեր արվեստ, մեր ինքնություն ու մեր Աստված։ Այդ են իմ համար առաջնային դրված ու ես մինչև այդ էլ քայլեր ունեի դեպի այդ կողմ, բայց հայկական ազգային բառը ստիպեց ինձ ամբողջությամբ անգրվել այդ ամեն ինչի մեջ։ Եվ որն է այս դեպքում ազգայինի ու ժողովրդական բառի տարբերությունը։ Նայեք, մենք ցավոք սերդի մեր պատմության ընթացքում շատ դաժան ու ոչնչացնող օրեր ենք ունեցել մեր համար։ Ու որոշ մարդիկ ասում են, որ սովետական միության տարիները Հայաստանի կամ հայ ժողովրդի համար եւս մեկ անգամ շանս հանդիսացավ, որովհետեւ իրանք կարողանան տարածաշրջանում ինչ որ ձևաչափի մեջ ձևավորվել խաղաղության 75 տարիներ։ Բայց խաղաղության 75 տարիների ընթացքում մենք պետք է մեր մշակույթը անցնենք սոցիալիզմի ծագարի միջով։ Ինչ էր իրանից ներկայացնում հայկական ժողովրդական բառերը, որը վերցրեցին հայկական ավանդական բառերը, տեղի էթնիկ բառերը, միքսեցին պալետի հետ։ Արդյունքում ստացան մեկ ուրիշ բառատեսակ ճյուղ, բեմական մշակում անցած բառեր։ Իրա բացասական կողմը կայանում է նրանում, որ այդ ժամանակին գործող մեծ պալետ մասերները վերցրեցին մի քանի ազգային բառ, սարքեցին մեկը, այսինքն ոչնչացրեցին մի քանիսը մեկը ստանալու համար։ Իմ կարծիքով դա մշակութային վանդալիզմ է։ Դու չպետք է ոչնչացնես ոչինչ նորը ստեղծելու համար։ Դու կարող ես նորը ստեղծել, բայց ոչնչացնել պետք չէ։ Դու ոչնչացնում ես քո ինքնությունը, դու ոչնչացնում ես քո մշակույթը, դու ոչնչացնում ես քո պատմությունը, դու ոչնչացնում ես քեզ։ Չունես անցյալ, չունես եւ ապագա։ Չգիտես դու ով ես։
մեր պարերի չաթերը որպես այդպեսին խորհրդանշական իմաստներ ունեն, որն է քո կողմից ամենասիրված պարը, որը ունի մեսիջ ասելու հանրությանը, հիշեցնելու ինչ-որ բանի մասին, որն է այդ պարը, որը կառուցանցես։ Իրականում ես բոլոր պարերը հավասարաչափ սիրում եմ, որովհետև բոլոր պարերի ժամանակ ունեմ յուրահատուկ զգացողություններ։ Բայց միշտ առանձնացնում եմ հայկական հրաշքապարերի թանկուտ ու պսակի Երխուշտան։ Մենք առիթ կունենանք իրար հետ Երխուշտա պարելու, սովորեցնեմ քեզ, հետո կպարենք իրար հետ ու ես այն զգացողությունները, այն ապրումները, ինչ որ ունեմ այդ պարելու ժամանակ, անկրկնելի։ Իրականում անկրկնելի։ Չկա, ասենք, ինչ որ պարեր, որ կարող է բացատրել այդ կրակը, որ հոսում է մարդկանց ներսով, դու զգում ես քո արյունը ոնց է շարժվում քո ամբողջ մարմնով։ Ու այդ էներգիան դու զգում ես, թե քո ընկերը ոնց է քեզ փոխանցում, այդ ցավ չէ, որ գալիս է քո ձեռքին, այդ էներգիա է։ Երբ որ կարողանում ես այդ ցավը վերածել էներգիայի, դա արդեն կյանք է։ Այդ զգացողությունը ես ունեցել եմ, եթե չեմ սխալվում, 2017 թվականին դրամատիկական թատրոնում Հրայրքը եւ Կարենը համատեղ պարային համերգ ունեցան, ճիշտ եմ հիշում, 17 թվականն էր։ Համատեղ համերգը ասել եմ մի փոքր ճոխ կլինի մեր համար։ Մենք ուղղակի այդ բանի միջոցառման ժամանակ ելույթ ունեցանք երկու համարով։ Ունեցել ենք այդպիսի բան ու ես ճիշտ է այդ համերգի ժամանակ իմ մեջ մեծ տպավորություններ կորցրել Քինոսյանի արած Չալմտայինքի պարը։ Դա տանակներով պարն է, Այո, ես անունով չեմ հիշում, բայց իմ մոտ էլ հենց այդ պարը տպավորվել է շատ եւ եթե չեմ սխալվում, դա հենց ներկայացվեց, որ անձամբ Քինոսյանի կողմից երկար պտտումների աշխատանքների արդյունքը ինքն էր, չէ, առանձնացրել այդ շարժումները, գնացել Հին Հայաստանի ճանապարհներով եւ այլն ու գրել այդ պարը գրեն արել բան ունենք Լիբանանում Հանջար գյուղ ունենք, իրանք հիմնականում մուսալերցիներ են։ Իրանք այդ պարը այդ գյուղից են գրի արել ու Քինոսյանի պարը ու Աբոյան Զաքարի նվագակցությունը կոպալով այդ պարը դարձնում է աննկարագրելի։ Ինչ խոսք չեն կարող այդ ամեն ինչը այդ զգացողությունները հիմա էլ մարմնուց դողած շակավոց այդ զգացողությունները աննկարագրելի են։ Այս զգացողությունների մասին խոսելուց նաև այս 11 տարվա ճանապարհը վերհիշելուց այնուամենայնիվ ես ինքս մարդ եմ ով միշտ սիրել է, բայց հիմա ես զուտ որոշում կայացրել գալու պարարվեստը սովորելու կամ այնինչ կարելի ասել մոռացված է եղել իր կողմից որպես ազգային կոդ, բայց կա անլուրջ մոտեցում որպես այդպեսին, որովհետև մարդիկ այսպես են ձևակերպում, որ մենք այդքան պարապ չենք պար սովորելու համար, բայց ես էլ գալով համոզվեցի բացառապես գերակնահատելով ինձ զբաղվածությունը մյուսների հանդեպ շատ փոքր էր, որովհետև ես տեսա կա իմ գիտության ոլորտի մարդիկ, ուսուցիչներ, մարքեթինգային ոլորտի մարդիկ, առողջապահական ոլորտից, այսինքն տարբեր մասնագետներ գալիս են ազգայինը սովորելու։ Սա ինչի մասն է եւ արդյոք սա է նաեւ այդ ամբողջական գնահատականը ուղին, որը եւ պարոն Քինոսյանը եւ այսօր նաեւ դուք շարունակում եք։ Մենք էլ այդքան պարապ չենք, բայց զբաղվում պարերով։ Դες ինչի համար այդ նախ ինքը գաղափարախոսություն է։ Երկրորդ մարդիկ ուզում են պետքական լինել։ Այսօր համատարած ինքնապահություն կա։ Բոլոր ինքնաբավ են, իրանք, բայց մարդիկ ուզում են պետքական լինել։ Պետքական լինել իրենց երկրին, պետքական լինել իրենց մշակույթին։ Ինչու ժողովուրդ բանի մաս կազմել։ Այո, ու հետաքրքիր գիտես ինչի մեջ է կանում։ Մենք ուզում ենք, որ մասսայական հայկական տոները, որոնք հիմնականում եկեղեցական տոնին են, որովհետև եկեղեցին այսօր այն միջավայրն է ստեղծել, որ ազգային տոները սկսում են նշել։ Այո, ու այդ ազգային տոները ուղղակի չսահմանափակվի զուտ եկեղեցական ծեսով ու ծիսակարգով, որովհետև այդ եկեղեցական ծիսակարգից հետո եղել են ժողովրդական տոնակատարություններ։ Մենք ուզում ենք այդ տոնակատարությունները, իհարկե մենք չենք կարող անել դա 150 տարվա պես, պետք էլ չէ։ Հասկանում եք, պետք չէ այդ ամեն ինչ անել, որովհետև մենք 150 տարի առաջ դեռ չկային էլ մեր ծնողներն էլ չկային, մեր պապերն էլ չկային։ Բայց հիմա մենք կանք ու մենք պետք է մեր ձևով նշենք։ Մենք կարող ենք գնալ ռեստորան, սիրուն զարտարբաց լիք լույսերով,
ռեստորան ու ապրել հայկական ավանդական բարեր։ Ով է ասել, որ պետք է ռեստորաններում հայկական ավանդական բարեր չպարել։ Կամ ով ասել, որ հայկական ավանդական բարերը երբ որ պարում ես, պետք է ինքը պարտադիր հին տեղեր լինի կամ կարող է հին տեղեր լինի, հայկական ազգային բարը տեղ ու ժամանակ չի ճանաչում։ Այսինքն մենք կարող ենք պարել իրան ամեն օր։ Օրինակ երեք գնացել ենք մեր ընկերոջի հյուր, հետո սկսեցինք հայկական ազգային պար պարել։ Այդ ոնց որ կարելի է ասենք ինչ որ հիփ-հոփ կամ ինչ որ ժամանակագից։ Այս մեր ժամանակների նկատի ունեմ երաժշտություն միացնել տակը, չգիտեմ, անհասկանալի պարակայերով շարժումներ անել, բայց հայկական իմաստավորված ազգային պարերը ու ազգային պարակայերը չանել։ Դա մենք մի կարևոր բանի մասին է ուզում խոսենք, բնականաբար սա շատ է սպասել այս մասին խոսելու, որովհետև խաղապարը ինձ այն որ ասեցի փշակավեցի, լսեցի թե չէ, հենց այդ բայից սկսած փշակավել է ու ամենակարևորը ասում են բարի նախանց չկա, բայց ես այդ օրը նախանցել է, երբ որ ասեցի սկսվում է հիմա բեմադրության պարը ու մենք նստեցինք եկան մենակ այդ փորձառու պարողները բաց կազմեցին, ինչ բեմադրության մասին է խոսքը, գիտեմ որ ապրիլին ունենալու եք համերգ եւ համերգի նաև այդ խորագիրը անունը որպես այդպեսին տուն է լինելու։ Ինչու ընտրվեց հենց տուն եւ որ պարերն են այստեղ տեղ գտնելու, որն է մեսեջը լինելու։ Շատ երկար ժամանակ քննարկում էր այն հարցը, թե մեր համերգի անունը ինչ պիտի լիներ ու շատ տարբեր անուններ քննարկեցինք, չեմ ուզում անուններ տալ, բայց տունը այն վերաբերմունքն է, որ մենք պետք է ունենանք։ Ես ուզում եմ, որ այս համերգի ժամանակ մենք ցույց տանք այն բարերը, որ ներկայացնելու ենք, ասենք Շիրակի դաշտավայրում այդ բարերը չեն եղել։ Այսինքն այն բարերը, որոնք մենք ներկայացնելու ենք ամբողջ այս համերգի ընթացքում, իրանք բոլոր Արևմտյան Հայաստանից բերված բարեր են։ Ու Հայաստանի Հանրապետությունը դարձել է այն միջավայրը, այն օջախը, այն թոնիրը, որի շուրջ բոլորը ձևավորվել է այդ ազգային, այդ հավաքական մշակույթը։ Այսինքն եթե հիմա ԱՄՆ-ում ունենք գործող ազգային բարի խմբեր, Բելգիայում ունենք գործող ազգային բարի խմբեր, Ռուսաստանի Դաշնությունում ունենք գործող ազգային բարի խմբեր ու բոլորը սնվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային բարի խմբերից։ Դա ինչ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը այսօրվա այն միջավայրն է, այն տունն է, որ գալիս են սնվելու բոլորը։ Հայ մնալու նաև։ Այո։ Թող ինձ ներեն բոլոր այն հայորդիները, ովքեր որ հիմա գտնվում են Հայաստանից դուրս, Հայաստանի Հանրապետությունից դուրս չկա հայապահպանություն։ Հայապահպանությունը այսօր Հայաստանի Հանրապետությունն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը միակ տեղն է, որտեղ որ գործում է հայկական պետություն, հայկական իշխանություն ու հայականություն։ Դա իմ համար ամենակարևոր բաներից մեկն է, ու ես ուզում եմ մարդկանց տալ այդ խոսքը, որ սա տուն է։ Մենք պետք է հոգ տանենք այս տան մասին։ Սա մեր տունն է։ Մենք պետք է լինենք այս տան տերը։ Ու մենք պետք է առաջինը մտածենք, թե ինչ անենք մեր տան համար։ Այսօր ինչ անենք մեր տան համար։ Ես այդ օրն էլ ասեցի, Անդրանիկ Օզանյանն ասում էր, երբ որ գլուխները դնում եք բարձին քնելուց առաջ մտածեք, թե դուք ինչ արեցիք ձեր հայ ազգի համար, իսկ ես ասում եմ, դուք ինչ արեցիք ձեր պետության համար։ Դուք ինչ արեցիք ձեր պետության համար։ Ու մեր համերգը իր մեջ ներառելու է, ասենք, թե մենք ինչի արդյունքում եկանք հասանք այստեղ, թե ինքը իրականում կոդավորված է այդ ամեն ինչով, թե ինչ արեցինք այստեղ, ինչ ճանապարհ անցանք, ինչ ճանապարհ ենք անցնում հիմա, այդ ամեն ինչի մասին մեր համերգը, դե շատ փակագծերից չեմ բացում, թե ինչ բեմադրություններ ենք նախապատրաստել, որպեսզի հանդիսատեսի համար հետաքրքիր լինի նաև նայել այդ ամեն ինչը, բայց խոսք ենք տալիս, որ մենք մեր ուժերի հնարավոր եւ անհնարին սահմաններում իրենց կրակ ենք նվեր տալու։ Ազգային կրակի ականատեսը լինելու ենք ապրիլի 17-ին, 16-ին։ ապրիլի 16-ին Գյումրի դրամատիկական թատրոնում եւ նաեւ տոմսերը ձեռք բերելու մասին կարող ենք խոսել, որովհետեւ այս հարթակը եւս կարող ենք օգտագործել դա տարածել ասում։ Այո, շատ շնորհակալ եմ։ Մենք շուտով նաեւ արդեն հայտարարությամբ հանդես կգանք կոնկրետ համերգի օրվա ժամի հետ կապված, տեղի հետ կապված ու նաև տոմսերի ձեռքբերման համար,
Տոմսերը կարող են ձեռք բերել հրաբարակյանի ֆոտոսերվիսից եւ նաեւ զանգահարելով ինձ դա մենք շատ արագ ու գեղեցիկ կազմակերպենք ինքը շատ ոճային գեղեցիկ ու ազգային համերգ կլինի որտեվ նաեւ կարող են եւ ինչու ոչ արել Շատ լավ համերգի մեսիջը եւս հասկացանք ու 3 բլից հարց ունեմ եւ ամփոփենք մեր զրույցը չնայած ես մասով մոտավոր պատասխանեցիր բայց եւս մեկ անգամ որն է ամենասիրելի հայկական բառը Իակուշտայի մասին խոսացել եմ կարող եմ նաեւ եւս մեկ բառ առանձնացնել դա իշխանասպառն է այդ բառի մեջ այն կան մեծ նվիրում կա այն բառերից մեկն է որ բառելու ընթացքում անընդհատ տալիս է իրա ժեստերով, իրա խաղով, իրա հայացքով ինքը անընդհատ տալիս է ասենք իշխանները միշտ շնորհ են անում միշտ տալիս են չէ իսկ հիմա մենք քանի որ բառն ենք տալիս մեր էներգիան ենք տալիս մենք էլ մեր սերն ու կյանքն ենք մեր բառի ժեստով ու բառաշարժումներով տալիս մարդկանց դա անընդհատ նվիրումի անընդհատ սիրո բառ է ամենաոգեշնչող հայկական երգը բառելու համար երգ ոգեշնչող բարդ հարց եք տալիս բայց ես մի բան կարող եմ ասել ամենաշատը բարողին ոգեշնչում է դղուլի եւ կոպալի նախանվակը եւ ժայռերից քարպովող զուրն իրար հետ երգ կարող է սպային չհիշեմ բայց ամենաշատ հանգստություն ու ամենաշատ մոկություն իր հետ բերող երկերից կարող եմ անընդհատ Կոմիտասի լորվա գուտան երկը ու նաև եւս մի հատ երկ Կոմիտասից Արորն ու տատրակ այն որ ամեն ինչ իրական ընտանեկան սիրո հոգատարության մասին Եվ երիտասարդներին մեկ նախադասությամբ կոչ ազգային բառի մասին Սիրելի երիտասարդներ հայկական ազգային բառերը իրանք ժամանակակից բառեր են ու իրանք ազգային արժանապատվության ազգային ինքնության բանալիներ են չկա ավելի արժանապատիվ բան երբ որ դու պարում ես քո ազգային ու դա ամոթ չէ դա պարզանք երբ որ դու կարող ես պարել ասենք վրացական չասեմ վրացական երբ որ դու կարող ես պարել լեզկին կարող քեզ դրանով հբարտ զգալ դու պատկերացրու ինչքան հբարտ քեզ կզգաս երբ որ կարողանաս պարել երկուշտա որովհետև լեզգին երբեք չի պարել երկուշտա դա ազգային արժանապատվության հարց է արդ Շնորհակալություն տալիս ստացված զրույցի համար մեր այսօրվա հանդիպման նպատակն է մի փոքր ավելի ազգային ու առհասարակ հայրենիք մնալու գաղափարախոսության մասին խոսել ազգային բառերը եւս մեկ անգամ ներկայացնել ու հետաքրքրություն առաջացնել դեպի վերջինիս նկատմամբ հուսամ դա ստացվեց եւս մեկ անգամ շնորհակալ ես էլ եմ շատ շնորհակալ հրավերքի համար իմ համար պատիվ է գտնվել այստեղ եւ եւս մեկ անգամ խոսալ հայկական մշակույթի մասին հայկական բառերի մասին որովհետեւ դա ապրելու մշակույթ է եւ ապրեցնելու մշակույթ է շնորհակալ եմ հնարավորություն տալու համար որովհետեւ կարողանանք եւս մեկ անգամ խոսել հայկական ազգային մշակույթի մասին ես եմ շնորհակալ իսկ մենք դեռ կհանդիպենք